Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր հյուրընկալել եմ կյանքի որակի կենտրոնի հիմնադիր էպիգենետիկ հոգեսոմատիկ Գեորգի Ավագյանին։ Շատ կարևոր թեմա ենք քննարկելու, մնացեք մեզ հետ։ Քեզ վիրավորել են բարերով, եթե մտնում է ԴՆԹ-ի մեջ, այնքան լացել, ես չեմ ճոկել, ինչից պետք է ես սկսեմ։ Անբուժելի մարդ չկա, կա անբուժելի բնավորություն։ Նևրոզի առաջին ախտանշանները որոնք են, որ արդեն պետք է լուրջ քայլերի դիմել։ Դեղը ստեղծված է ոչ հիվանդի համար, այլ հասարակության համար։ Իմ մասիսիկը չի մտածում։ Բջիջն է ծբող։ Գլխացավը քանի օրում եք բուժում։ Կարող է 3 րոպե, կարող է մի շաբաթ։ Ոչ մի դեղ ստեղծված չի բուժելու համար։ Ինքը ստեղծված է, որ կողքիդ մարդիկ հանգիստ լինեն։ Դե դեպրեսիան ինչ է, էկոնոմ ռեժիմ է, որ դու ինֆարկտ չստանաս այն մթնոլորտից, որ դու միշտ նեղված ես եղել։ Նևրոզի ժամանակ շատ հաճախ մարդը ինքն իրեն չի կարողանում վերահսկել։ Ահա որ պսիխոզ գիժերին մի շաբաթ հաշ չեն տվել։ Իրենք դուրս են եկել առ։ Наверху звезды, Бог здесь։ Նևրոզը ստիպում է մարդուն։ Այո։ Ինչ։ Մեռնելու իրականությունից դուրս գալ։ Հնարում է երազումը, բայց ոչ մի բան չի անում։ Это уже դեպի պսիխոզ ատանում կամ դեպի ոնկոլոգիա։ Տեսախցիկից նայեն, տեսնեն եւ նրանց մոտ էներգիան փոխվի։ Ինքը ուժը տեսնում է այդտեղ չկա, որ այսա միջև մի ամես սիրտդ կպայթի կամ ինսուլտ կստանաս, ինքը միացնում է էկոնոմ ռեժիմ, դեպրեսիա։ Բարև ձեզ, պարոն Ավագյան։ Բարև Արեգ ջան։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Շնորհակալություն, որ կանչել։ Պարոն Ավագյան, խոսելու ենք հետաքրքիր թեմաներից, դեպրեսիան արդեն համարվում է աշխարհում առաջին հիվանդությունը, շատ քիչ է մնում, որ անցնի քաղցկեղային հիվանդություններին։ Դեպրեսիա, ստրես, նևրոզներ, դրան բնութագրող նաև վախեր։ Այսօր ամենավտանգավոր երևույթը եւ ամենավտանգավոր բառը որն է, որ մարդ այդ երևույթից կամ այդ բառից միանգամից ունենում է վատ զգացողություններ, տագնապ ու արդեն նրա մոտ սկսվում է այդ ստրեսը։ Բառ դու։ Դու։ Դուք որ ասում եք դու, այդ ժամանակ ենթագիտակցությունը բացվում է։ Եթե այդ ժամանակ անուններ ես ասում, անունը, ինքը գտնում է տրանսի մեջ, որովհետև ամենակացր անունը իր համար, իրան անունն է, եթե սիրում է իրան անուն, ոչ բավականի անուններ էլի, և բառ դու, այդ ժամանակ ենթագիտակցությունը բացվում է ու քեզ վիրավորել են բարերով, եթե մտնում է ԴՆԹ-ի մեջ, ԴՆԹ-ն Google Poisk-ը միացնում է, որտեղ այդ բառը ունի ասոցիատիվ կապ։ Ու սկսում է միացնել զգայարան եւ ակումուլյատորը, որը պահի այդ զգայարանը, էլեկտրичество չէ, 1,5 վոլտ мы даем էլեկտրичество, որ պահի ու ապագայում ինքը չգտնվի նույն վիճակում, չի իմանալով, որ էսի ԴՆԹ-ի ծրագիրը զակազա տալի, ինչից վախում ես ապագայում։ Պարոն Ավագյան, եղել են դեպքեր, որ դեպրեսիայով մարդը, ստրեսով մարդը եկել է ձեզ մոտ եւ դուք միանգամից տեսել եք ու վախեցել եք նրա վիճակը։ Ամեն օր։ Այսինքն ձեզ մոտ գալիս են ծայրահեղ ծանր դեպքերում հիմնականում։ Շատ երեխա։ Շատ ծանրահեղ, բայց իրանք հելա չեն հասել կրիզիսի։ Դա Ամերիկայում օնլայն աշխատել, այնքան լացել, ես չեմ ճոկել, ինչից պետք է ես սկսեմ։ Ինքը 2 բառ ասում է լացում, 2 բառ, ոչ եմ կես ժամ սպասեցի։ Ասում սառը ջուր խմի, լիմոն, ապելսին, մեջին սիրոտանինը շատ այլը։ Խոսան, կես ժամից հետո ասում այլ բան չում ունեմ խոսալու։ Ակազվեց իրան մարդ է պետք է եղել, որ միջև վերջ իրան լսի, իրան լացը։ Որտեղ ես կյանքում չեմ ասում, մի լացի, ամոթա, ես ասում հակառակ լացեք, թո դուրս գա։
Իսկ հանդիպել են ձեզ մարդիկ, որոնց մոտ դեպրեսիան բավականին շատ խորացված է եղել, երբ դուք նրանց հետ շփվել եք, հասկացել եք, որ բավականին ծանր է արդեն նրանց վիճակը եւ միգուցե դուք էլ չկարողանաք օգնել։ Դե բավականին ծանր մարդը որ չի ուզում բուժվի։ Իրանք ծանր են։ Իրանք գալիս են, խոսում են, նեղադրում են բոլորին, մենակ ինքնասուրբ, ու անդադ բան բասում են, ուրիշների կարող է իրեսիդ ուրիշ բան խասա, բայց հետևից ուրիշ բան։ Ու հետո գալիս է սաղին ապացուցում, Միրզապետն էլ չկարացա ինձ բուժել։ Հասկացաք, то есть ինքը հերոս է իրան զգում։ Որովհետև ես չեմ սկսել իրան բուժել, որ հելա բուժեմ, թե չբուժեմ։ Понимаете, սենց ծանրահերթ լինում է, ասում են երկրորդական շահ։ Իսկ եղել է մարդ, որ եկել է ձեզ մոտ, դուք նայել եք, միանգամից հասկացել եք, եթե այսօր չբուժեք, վաղ արդեն անհնարին կլինի։ Չէ, անբուժելի մարդ չկա։ Կա անբուժելի բնավորություն եւ հնարավորություն։ Ինչպես եք դուք տարբերակում։ Նրա մոտ ստրես է, դեպրեսիա է, նևրոզ է, ֆոբիա է։ Ինձ հետաքրքիր չի, ես հոգեբան չեմ։ Ստրեսը նշեմ կամ ձեագնոզ գրեմ, ինձ հետաքրքիր չի։ Ինչա քեզ անհանգստացնում, Անահիտ ջան, օրինակ։ Վայ, սիրտս անհանգիստ է, անդադ գլխումս, էսա սենց կլինի, էսա նենց կլինի, դե շատ էլ կպչուն մտքերն է։ Ահա, կպչուն մտքերը որն է։ Շատ չի որոշված հարցեր անցյալում։ Անքնությունը նույնն է։ Անցյալում չորոշված հարցերի պատճառով է։ Որտեղ իծոնը մեզ տված չի պարտվել։ Իծոնը մեզ տված է հարցեր որոշել։ Բայց որ մամաները ծնողները չեն թողում, սուստեղ նստի, դու աղջիկ ես, չի կարելի ամոթը, աղջիկը ինչ է ընդունում այդ փաստը ժամանակ, 3-5 տարեկան աղջիկ։ Ինքը ընդունում է փաստ, որ աղջիկ լինել չի կարելի եւ ամոթը։ Ու սկսում է քրոնիկական նևրոզ այդ աղջիկի մեջ։ Այդ ուշադիր աղջիկների նայես, իրանք միշտ կծկված են։ Այդ բարից ասա։ Եթե տղային են ասում այդ բարը, ապագայում շագանակագործի ուռուցք։ Դու տղա ես, չի կարելի ամոթը։ Դու տղա լինել է ամոթ։ Երեխան մինչև 12 տարեկան գիտի թե մաման, պապան ու բարեկամները սախացված են։ Ամեն ձեր բարը սկսում են գործել։ Այսինքն, ըստ ձեզ բոլոր խնդիրները, նևրոզներ, դեպրեսիաներ, ստրեսներ, տարատեսակ, ընդհանուր քաղցկեղ, դրանք հիմնականում առաջանում են մանկության տրավմաներից, խղից սկսված։ բեղմնավորման շրջանից։ Միջև բեմնավորը 30 օր միջև բեմնավորել մամային կարգավիճակը, հետո պապային կարգավիճակը 12-ից 15 տարեկան ժամանակ, ինչ վիճակով այնքա ապրեց, ծխել է, խմել է, ծեծակերել կամ կռիվարել, դա ազդելու է կյանքի որակին իրան ապագա երեխեքին։ Այդ ավելի խորանանք պապայի մաման, եթե դու աղջիկ ես, այդ մամային պապան, եթե դու տղա ես։ Այնտեղ պետք է փրփրել, եթե ուզում եք քաղցկեղից դուրս գաք կամ շատ լուրջ խնդիրներից կամ ֆինանսական պակասությունից։ Այնտեղից է։ Ու ինչը կատարում է վերջը 2 սերունդում, դա պատվիրժение, որ նույնը կրկնվի, ինչը կրկնվել է 7-10 սերունդում քո անցյալում, որ դա կրկնվում է, դա դառնում է ապրելաձև։ Այսինքն կարելի է եզրակացնել, որ շատ հիվանդությունների, այդ թվում նաև նևրոզների հիմքը մեր գլխում է։ Մեր մտքով ենք մենք այդ հիվանդությունները ստեղծում։ Չէ, ԴՆԹ-ի ծրագիրը միշտ մանա գալի նմանություն։ Մենք ինչպես կարող ենք վերահսկել ԴՆԹ-ի ծրագիրը։ Գիտեք, ես 10 տարի եմ աշխատել ինձ վրա, որ դուրս գամ այդ վիճակից։ Հետո հասկացա, որ առանց մեկին ինձանից ուժեղ չի ստացվում։ Եվ որ երեխան, պապան երեխուն տանում է դպրոց, հարցերը որոշում։ Մեր գործն էլ ասենց։ То есть մեկը պետք է քեզնից ուժեղ լինի, հանգիստ, ուրախ, զվարթ, վստահ, որ քեզ կարա տանի 100 տարի առաջ։ Հիմա կան մարդիկ, որոնք դեպրեսիայի մեջ չեն, ստրեսներ չեն տանում, նևրոզներ չեն տանում մեր օրերում։ Չկա։ Просто չափ կա։
Իսկ անձը ինչպես պետք է իր եսը մի կողմ դնի եւ իրեն խոստովանի, որ իր մոտ գոնե ինչ որ ձևով նևրոզ է, դեպրեսիա է, ստրես է, շատ դեպքերում մարդը, այսպես ասած, ամաչում է ինքն իրենից եւ չի ցանկանում խոստովանել իրեն, որ իր մոտ ինչ որ խնդիրներ կա։ Դիմացին էլ երբ նկատում է ու ինչ որ բան թեթև ձևով ասում է, վիրավորվում է դրանից։ Գիժը դու ես ասում։ Հա։ Իհարկե, որովհետև էլի Հայաստանում ինչքան մարդ տեսնում եմ, առաջի ռազմավարությունը իծն է, ոչ դաժե իծնը չի 3 տարեկան, 2 տարեկանից մտցնում են ամոթը, թասիբը, մեղավորը, խելոքը, սուս մնալ, ենթարկվել, այդ ռազմավարությունը չի թողում դու զարգանաս։ Որովհետև սիրտը ուրիշ բան է ուզում, բայց մամային տատիկին խոսքի քե մեջին ամոթ է ինչ կասեն։ Понимаете? Идет война между органами։ Օրգանների մեջ սկսվում է պայքար։ Այդ պայքարի ժամանակ էլ մարդիկ տարբեր միջոցների են դիմում։ Ոմանք գնում են հոգեբանի մոտ, ոմանք փորձում են բուսական ճանապարհով թուրմեր խմել, ոմանք գնում են հոգեթերապևտի մոտ եւ տարատեսակ հանգստացնող դեղեր են նշանակում։ Որն է ճիշտը, այդ հանգստացնող դեղերը միթե իրենց վտանգավոր հետևանքները չեն թողնելու եւ կախվածություն չի առաջանալու։ Չէ, դե ասում եմ 10 տարի ես ծանոթ եմ այդ դեղերի ակադեմիկոսների, պրոֆեսորներին, սաղին ես անցել եմ։ Ես հասկացա, որ իրանք անջատում են ինձ իրականությունից։ Նույն բանը ես կարամ գնամ արախ խմեմ, որ դուրս գամ կես ժամով, մի ժամով այդ իրականությունից կամ նյութ օգտագործեմ։ Ու հետո ուժը ասում ես, վայ, ինչ լավ է, բան, ու դեղը թողում ես, ծրագիրը նորից գալիս է։ Հասկացաք։ То есть ինչքան ես բուժը մոտ եմ գնաց, ես չեմ ուզում իրանց վիրավորը, կարող է իրանք օգտակար լինեն։ Բայց ինչքան ես ծանոթ ունեմ եւ աճախորդներ, իրանք են իմ ճանապարհը սանցել։ Այսինքն այդ դեղերը կտրում են ներկա իրավիճակից, իրականությունից եւ մարդ փորձում դառնում ես խոտ, բայց սիրտը տարակ չի խփում։ Հասկացա։ ոչ էմոցիա ունես, ոչ զգացմունքներ ունես, ոչ զգացողություններ ունես, հա։ Դառնում ես խոտ, մարմինը էլ չի ենթարկում քեզ, սենց յոլա կյանքը։ Вообще-то, ձեզ ένα սեկրետ էլ ասեմ։ Դեղը ստեղծված է ոչ հիվանդի համար, այլ հասարակության համար, որ դու չլինես վտանգ հասարակության համար։ Դեղ ոչ մի դեղ ստեղծված չի բուժելու համար։ Ինքը ստեղծված է, որ կողքիդ մարդիկ հանգիստ լինեն։ Հիմա շատերի մոտ հարց է առաջանում։ Դուք խորհուրդ եք տալիս դեղեր օգտագործել, բուսական թուրմեր օգտագործել եւ խորհուրդ եք տալիս այն, ինչով դուք զբաղվում եք։ Բայց միթե Չէ, ես խորհուրդ տալիս եմ կրիզիսի ժամանակ պետք է դեղը։ Որ կրիզիսի մեջ է, հա, տագնապի մեջ է, այսա կմեռնեմ, պետք է։ Բայց որ տա քեզ հասցնելու առողջության, ես չեմ տեսել աշխարհում։ Даже մեր ֆիլոսոֆները, որ բաները ծախում, չէ, это տրեյնինգներ։ Ես լիքը արել եմ ես տրեյնինգներ, դիսպենզա там, да, по-моему, есть Джо Диспенза. Там Кох есть, Լասլով, լիքը փող եմ տվել ծրագիրներին։ Ну, հա, շատ բաներ հասկացա, ես շնորհակալ եմ իրանց, որ իրանց լոգիկա են տվել ինձ։ Դիսպենզան օրինակ красавчик, լոգիկա է տվել։ Կեխոն լոգիկա է տվել։ Ինչ հասկացաք։ Բայց խնդրեմը դուրս չի եկել։ Ինչպես հասկացաք եւ ինչպես գտաք դուք ձեր ներքին խնդիրը, այդ խնդրեմը, ինչպես հասաք այդ մտքին։ Случайно самолетом ընտրնելուց տեսնում եմ մեկը գիրք է կարդում կողքից, մեծ մարդ։ Ես էլ սիրում եմ կարդալ։ Ու սենց նայեց գենետիկա։ Ու այդ մարդը առաջին ինքն է սկսել զրույց, ասում է, ինտերեսуетесь, հետաքրքրվում եք։ Ու
Պապայի մոտ ուզում ես կիսվես, լացով, արասում տասը կաշմանի մեջ եմ, ամեն ինչ փնտրում եմ, որ բուժվեմ։ И он такой говорит, а что за проблема? Я говорю, целый день напряжение, страх, злость, սաղորը կրվի մեջ եմ, ալկոգոլի մեջ եմ։ Ու ինքը ասեց բան, հեռախոսով փոխանցեցինք։ Ու ինձ հետաքրքրավ, այսի։ Հետո գալինը Ստարավոյտովը կա, հիշում եք։ Հարցս հետևյալն է. դուք ձեր խնդիրը ինչպես գտաք։ Հալի, իրան միջոցով, առաջինը ինքն է տվել։ Հետո գալինը Ստարավոյտովային ես խնդրել եմ, որ սենց մասնակետ գտնի, ու ինքը ինձ ուղղեցեց։ Ու սենց մի հատ մասնակետ եմ գտել, տեսնում թեթևանում եմ։ Оказывается, իրանք պատրաստում են спецподразделение սովետական ժամանակ особой разведки մարդկանց։ Ինքն էլ ուժը թոշակի է, այս մարդը։ Ու ինքն էլ է սկսել այդ ձևով ինձ դաստիարակել։ Ճիշտ է, մին տարի է։ Ամեն դեպքում խնդիրը ո՞րն էր ձեր մեջ։ Խնդիրը դա իհարկե ցեղն է։ Ուզում եմ հասկանանք, որ յուրաքանչյուր մարդ ինչ-որ ձևով կարող է մեր գտնել։ Պապայի անգունը Բեկերեն, աքսոլորել են իրանց։ Մամայի անգունը գիտնականներ են եւ բիզնեսմեն։ Առաջին նավթը իրանք են բերել Սունիկը, Աֆունց ցեղը։ Ու համ իրանց են աքսոլորել, դաժե հայաթում կրակել։ Համ պապայի ցեղը Բեկերին։ Ու այդ կոդը մնացել է իմ մեջ, որ հաջող լինելը վտանգ է։ Ու ես ինչքան նավթով եմ զբաղվել, լավ գործ եմ բռնել, միշտ վատ միջավայրի մեջ եմ եղել ես։ То есть իմ դնթս չի թողել ես հարուստանամ։ Որովհետև այն ժամանակ 100 քանի տարի առաջ որոշում է եղել ցեղում, որ մենք եթե աղքատ լինենք, մեզ ձեռ չեն տա։ Ու այդ որոշումը իմ դնթում ստեղծել է, որ 100 տարի մենք յոլա ենք ապրել։ Ես էլ ուզել եմ դուրս գամ հարուստանամ, կամ կրակում են, կամ նստացնում են, կամ կրակում են, կամ Լենինգրադ էլի 90 թվականին։ Մտ ու սաղորը լարվա, սաղորը ջղային ասած, անհասկանալի։ Իհարկե դե առաջի պատերազմն էլ այնց վրա ազդել է, մասնակցել եմ առաջի պատերազմ։ Երևի դա արտանցրել է սա։ Գտակ ձեր մեջ խնդիրը որն էր եւ փորձեցիք բուժել։ Ես չեմ գտել մասնակիցներ։ Բայց հիմա հասկացել եք որն էր խնդիրը, հիմնական բուն խնդրի պատճառը։ Հիմա հասկացա։ Մեկ ծրագիր, իրանք ծրագիրը փոխեցին, իմ պապիկին, մամայի պապիկին ցեղը ու անջատեցիք այդ կոդը, որ եթե քասեբլ նեինք, ողջ կմնայինք, լավ կլնեի։ Ու պապայի մոտ իրանք անջատել են իմ մեջ, ու ես սկսել եմ լավ քնել, սիրտը արագ չի խփում։ Ճիշտ է, բայց մին տարի եմ ես սովորել։ Հետո ախպերս պարալիզացանվել, էլի մամայի միջոցով մենք գտանք պատճառը։ Մամային տատիկը։ Եվ ձեր եղբորը արդեն դուք եք բուժել։ Հա, այն քայլում է հիմա։ DCP որտեղ ես տեսեք քայլ։ Ճիշտ է, 6 տարի եմ ծախսել ու հիմա ով DCP-ով դիմում է, ես չեմ վերցնում։ Որտեղ 6 տարի, 5 տարի պետք է ծախսես։ Հասկանում եք։ Բայց ախպերս մեքենա էլ ակշում։ Ճիշտ է, մեզ պես չի քայլում, բայց չես ստանում ձերքով զուգարան կամ մինտեղ։ Հասկանալի է։ Որոնք են նևրոզի ամենավտանգավոր ձևերը, որոնք կարող են ամբողջ կյանքում մնալ եւ այսպես ասած քանդել մարդու ներաշխարը, որոնք են հիմնականը։ Մեղադրել։ Առաջի, եթե ուզում ես քո երեխեդ ռակ ստանա, մեղադրի։ Կոնտրոլ արա։ Отчет սպասի։ Պատժի։ Ստիպի անել ինքը որ չի ուզում, բայց դու ստիպում ես։ Это սաղ անկալոգիան։ Դրա համար եթե սովետական լագերը վերցնենք, մեր անկալոգիան 30 անգամ ավելի շատ է, քան թե Եվրոպայում։ Դա ինչից է։ Դեդավշինա։ Մեծը պետքա, չէ, փոքրը պետքա մեծին լսի։ Հարգանք, պատիվ, թասիբ, նամուս։ То есть Շեքսպիրի վարիանտ, էլի թատրոն։
Իսկ եղել են դեպքեր, երբ եկել են ձեզ մոտ, դուք փորձել եք նրանց օգնել, բայց նրանք ինչ որ ձևով ամաչել են, որ իրենց եսը կբացվի։ Ջան, это համարյա 90%։ Եվ եսը կբացվի ու ըստ դրան նրանք չեն կարողանում լիարժեք ասել իրենց հոգեվիճակը, որ դուք կարողանաք ճիշտ գտնել, չէ՞։ Դրա համար էպիգենետիկան ինչով է լավ, ես զգում եմ այդ մարդը։ Ես զգում եմ, որ խափում է։ Ու ուղղացում եմ, որ ինքը նորմալ պատասխանի, կամ եթե ինքը ամանչում է պատասխանի ինչ ա եղել, դա 3-4 եղել է բռնություն աղջկան, 4 տարեկան։ Ինքը կարմրել է, սպրտնել է, բան չի պատմել, բայց ես ուժը զգացի, էսի, ասում հարևան ա եղել, թե բարեկամն ա եղել, ոնց իմացա, հարևան ա եղել, ու սա սկսել է պատմել։ Այդ զսպելն էլ է, չէ՞, վտանգավոր, որ զսպում է։ Դե 36 տարեկան աղջիկա պատկերացրու 32 տարի այդ փաստը չի կարող բաստուղը եւ միջև հիմա ամուսնացած չի։ Համ սեքսից է վախում, համ տղամարդկանցից է վախում։ Սաղից ամանչում է։ Ձեզ մաներ կարի։ Դրա համար դե հիմա մենք գիտեք երբ դասեր ունենք, չէ՞, պսիխոսոմատիկա, էպիգենետիկա։ Հա, ուզում եմ հայտարարել, որ մենք ունենք դասեր, հա, դուք կարող եք համ բուժվեք, համ ուսումնասիրեք, համ սովորեք, համ էլ հարևաններին օգնեք, կամ էլ տրանով փող աշխատեք, որովհետև տրանից ավելի լավ գիտություն հելա չկա բուժվելու համար։ Չկա, ես չեմ տեսել։ Դաժե հոգեբանները գալիս են մեզ մոտ բուժվում, պսիխոթերապևտ, բան, իրանք էլ են սարմանում։ Հետո գալիս են սովոր։ Դաժե մասաժիստները ասում են 10 անգամ շատ են փող աշխատում։ Վարսավիրը ասում է 5 անգամ եկամուտս բարձրացավ։ Ուրիշ ձև են խոսում աճախորտի հետ։ Ու աճախորտը վազում է այնտեղ։ Понимаете? Դուք եք սովորեցրել նրանց։ Да. Դոկտոր, Դե ֆինանսական ուժը ես չեմ ասում, 80% լավ ասում եմ, ֆինանսական լավ բան են անում, կայքավորվում է։ դոկտոր, թե կանանց, թե տղամարդկանց բնորոշ յուրաքանչյուր հիվանդության դեպքում դուք կարողանում եք նրանց ինչ որ ձևով օգնել։ Դե как раз ես չեմ հարցնում, էլի ինչ եք իմ։ Ինքը գալիս ասում, կարաս բուժես там ստամոքսի ռակը։ Ես եմ մտածում, ստամոքսը ինչի է պատասխանում։ Ահա, Մարսելը։ Ասում ում չես կարող Մարսել ձեր տունը։ Վայ կիսուրին ուզում եմ մորթեմ, տալին ուզում եմ շպրտեմ։ Понимаете? Уже պատճառը գիտես, որտեղից է։ Ահա, տրան նման մարդիկ որտեղ են եղել բանկությունը։ Оказывается, մաման կոպիան կիսուրն է։ Տատիկը կոպիան է։ Հասկացա։ Ունդեղ տատիկին մամայի հետ հարցերը որոշում են գալիս են կիսուրի մոտ, համ կիսուրին գլխացավ անցնում է, համ իրան ուռուցքը։ Այդ հարցերը որոշելու process-ը, գործընթացը ինչքան է տևում, պետք է մի քանի անգամ գան, իսկ հնարավոր է որ մի քանի անգամ գան, բայց ելի չստացվի։ Չստացվել չկա։ Կա անհամբերություն, հիասթափվել։ Գիտեք ինչի եմ ասում չստացվի, որովհետև շատերը դեպրեսիայից հաճույք են ստանում։ Գտել են Հա, երկրորդական շահ։ Այդ կոմֆորտ զոնայի մեջ նրանք ապրում են, նրանք գիտակցում են, որ դեպրեսիայի մեջ են, ցանկանում են բուժվել, բայց միևնույն ժամանակ էլ որ իրենց կտրում ես այդտեղից, անսովոր է դառնում։ Նրանք այդ դեպրեսիայի մեջ հաճույք են ստանում եւ ուզում են դիմացինը իրենց կարեկցի։ Ջան, շնորհակալություն, լավ բան եք տվել, փեչատ։ Դաժե մեր աճախորտները, որ ուժ անցել են դասերը, սկսել են ինքնուրույն, կիսուրները սկսել են ասել փչացած։ Որտեղ սկսում են արտահայտվել։ Ձեզ մոտ Սիրուն հագնվել։ հարց կեսուր փոխհարաբերությունները շատ են։ Հա։ Հետո կիսուրները գալիս են ինձ վրա հարցակում, ես ինչ ես արել։ Ասում վախերն եմ անել, ինչ եմ արել։ Դրա համար սկսել է ինքը իրան ուսումնասիրել, սիրուն շորեր հագնվել, կսվել, աղջիկները։ Դոկտոր, այդ վախերը դուք էներգիայով եք հանում։ Չէ, չեմ հանում։ Իմաստն եմ փոխում ԴՆԹ-ի մեջ։ Եթե ես օրինակ վախենում եմ մի բանից, դուք ինչպես եք իմանալու, որ ես դրանից վախենում եմ, եթե ես չեմ ասել դրա մասին ձեզ, բայց դուք խոսքի ժամանակ փորձում եք ինձ օգնել, ինչպես։ Այստեղ էքստրասեքս եք ասում դուք։ Ես էքստրասեքս չեմ։ Դու դիմում ես, ասում ես դոկտոր,
Լավ չէ, գլոքս խարաբը։ Ասում ինչ ես զգում։ Վայ փորս միշտ սխմվում, ասի տեսարակա խփում։ Քանի տարեկան եք, 30։ Երբ է դա սկսվել։ Ինչքան ինձ հիշում եմ միշտ։ Значит, դաժան մանկություն ա եղել։ Ինչքան ինձ հիշում եմ միշտ։ Ումից ես վախել շատ, պապայից թե մամայից, տատիկից։ Միշտ բուրդի ճպատով ինձ խփում էր։ Գնացել եք այդ ճպատը գցել իրան հետևը, սիրտարակություն անցավ։ Հասկացա։ Այսինքն անձը կարող է նաև ինքնուրույն բուժել։ Մենք փորձել ենք դա։ Թեթևացնել կարելի է, բայց բուժել չէ, не получается։ Եթե սենց հեշտ է լինի, սաղ հիվանդանոցները կփակվեն։ Այդ դու պետք է ուժը բջիջի հետ պայմանավորվես։ Բջիջը ասում է չէ, ինքը ասում է լավաճան է։ Սաղի համար հասնում է իմ հաշվին։ Իմ մասից ինքը չի мտածում։ Բջիջն է այդ բողոքում։ Երևի կասես галлюцинация, հա, галлюцинация։ Ищите серьезное там, где смешно и невероятно. Էյնշտեյն փնտրի լուրջ ընդեղ, որտեղ անհավատալ է եւ ծիծաղ։ Ու բջիջը ինձ ասում է, որ ինքը պատխալիմ է, ինքը մարդ չի։ Դրանով ես չեմ ուզում իրան օգնել։ Սկսում ենք պայմանավորվել, խոսալ, движение անել։ Ոչ իմ դաբրոն ստանում են բջիջից, ԴՆԹ-ից։ Եվ բուժում եք։ Ծրագիրը ինքը թույլ է տալիս փոխենք։ Այդ ճպատը ուժը գնում է տատիկին ծեծում։ Որ վերադարձնի այն էներգիան, որը տատիկը միշտ տարել է։ Եթե փորձենք մոտավոր հաշվել, որքան մարդու եք օգնել եւ բուժել, դոկտոր։ Ինչքան եմ բուժվել, դե դա օրը 4-5 հոգի հաշվես 30 տարում, ինչքան կտամ։ Դա մեծ հաշիվների հետ է արտակապված։ Մի 50-60 հազար երևի, կարող 100,000։ Դոկտոր, բայց մի հատ բան էլ ասեմ, ինձ շատերը անսպասելի նվերներ են ուղարկում, որ ես չեմ ճանաչում այդ մարդկանց։ Անակնկալներ են անում։ Չէ, оказывается, վիդեոների միջոցով մեկը ալերգիա է անցել, մեկը միգրեն է անցել, մեկը սենց բաներ էլ կա։ Գլխացավը քանի օրում եք բուժում։ Դու կարող ես 3 րոպե, կարող է մի շաբաթ։ Կոնստիտուցիան մարդուն տարբեր է ջանիկ։ Դոկտոր, իսկ հնարավոր է, որ դեպրեսիայով հիվանդ մարդիկ իրականում ամենախիզախ մարդիկ են։ Դե դեպրեսիան ինչ է, это էկոնոմ ռեժիմ է։ Որ դու ինֆարկտ չստանաս այն մթնոլորտից, որ դու միշտ նեղված ես եղել, ինքը ուժը տեսնում է այլ տեղ չկա, որ էսա մինչև մի ամես սիրտդ կպայթի կամ ինսուլտ կստանաս, ինքը միացնում է էկոնոմ ռեժիմ, դեպրեսիա։ Նևրոզի ժամանակ շատ հաճախ մարդը ինքն իրեն չի կարողանում վերահսկել։ Ասում է բաներ, վիրավորում է, հայհոյում է, հետո զղջում է ու ափսոսում է։ Այսինքն դեպրեսիայի ժամանակ անձը երկատվում է, երկու մասի է բաժանվում։ Նրա հոգեբանական ասոցիացիաները ինչ են դառնում այդ ժամանակ։ Չէ, դեպրեսիա եւ շիզոֆրենիա կամ պսիխոզ էդի դերասանություն, հա, որ ես պատասխանատվությունից դուրս գամ ու ինչ ուզեմ արտահայտվեմ, մեկը գիժեմ, ինձանից ինչ եք ուզում։ Դա էլ է իրանց համար օգուտ, որ մի քիչ երկարացնեն ապրը, որտեղ սաղ իրեն անում են, կարող է մամային ծեծեն, կարող է հարևանում կռիվանի, մեկը գիժա, իրան կարելի է։ Նևրոզի ժամանակ շատերը բողոքում են, որ իրենք իրենց հետ հաշտ չեն, իրենք իրենց չեն ընդունում, իրենք իրենց չեն սիրում։ Որհետև հիշում եք բար դու սենց ես, դու հիմար ես, դու աննասուն ես, դու մարդ չես դառնալ, դու պապայդ ես կաշել, սա դու գիժ եք, սա դու կվատն եք, ու ենքան հազար անգամ ինքը տա լսել է, ինքը ոնց կարա իրան զգա իրան, չի կարա։ Այսինքն նևրոզներ առաջանում են նաև, երբ ինքնագնահատականը իջնում է։ Արժեքազրկում։ Արժե զրկվում է անձ ու եւ սիրված չէ, եւ ինքը իրեն չի սիրում։ Որովհետև իրան չեն սովորացրել քեզ սիրել, իրան սովորացրել, որ դու քեզ միշտ մեղավոր զգաս։ Նևրոզի առաջին ախտանշանները որոնք են, որ արդեն պետք է լուրջ քայլերի դիմել։ Շատ շպիցիլն է հարցը էսի։
Լուրջ կարելի է որտեղ ես ասում եմ, երկու մոմենտ կա, հաջող անհաջող։ Հաջողը ասում է իրականությունն է, իմ փորձը։ Անհաջող ասում է խի է եղել սենց։ Չէ, անձը ինչպես պետք է հասկանա, որ ինքը խնդիր ունի հոգեբանական, որ գա ձեզ մոտ։ Միտք ոչ քայլ։ Այսինքն Հնարում է երազումը, բայց ոչ մի չի անում։ Это уже դեպի պսիխոզ ատանում կամ դեպի օնկոլոգիա։ Որովհետև մարմինը արտադրում է ֆերմենտներ, որ քո միտքը կատարվի։ Դու հետո մյուս միտքը գալիս ասում է ամոթը։ Հետո լավ տեսնենք։ Եվ որ դեպքում է գալիս ծայրահեղ ծանր։ Դե սկզբից խաչատալնում, հետո տեսնենք, չգիտեմ, ժամանակ չկա։ Կստացի այն մարդը ով է քեզ ասում, որ քեզ իր ժամանակ չունի, значит դու հետաքրքիր չես իր համար։ Ու մի նեղացեք։ Դոկտոր, բլից հարցեր են պատրաստել ձեզ համար։ Դեպրեսիան հիվանդություն է թե դաստիարակության հետևանք։ Դաստիարակության հետևանք։ Դեղեր թե թերապիա։ Թերապիա։ Ձեր փորձից որն է այն պահը, երբ մարդը կորած է լինում։ Որ միտքերը միշտ մեռնելու։ Նևրոզը ստիպում է մարդուն։ Այո։ Ինչ։ Մեռնելու իրականությունից դուրս գալու։ Ստիպում է ստել։ Ստիպում է ստել։ Ստիպում է հանցագործություններ կատարել։ Ստիպում է հանցագործության կատարել։ Դեպրեսիան կարող է սպանել սիրո զգացումը։ Այո։ Ինչպես հետ կանգնել։ Ագրեսիայի միջոցով։ Դեպրեսիային ագրեսիայով պատասխանել։ Հա։ Այո։ Հետաքրքիր էր։ Ձեզ մոտ եղել է մարդ, որի հետ դուք տապալվել եք։ Կարող է, չեմ հիշում, բայց երևի կլինի։ Դուք ինքներդ ինչ վախ ունեք։ Չեմ մտածել։ Դեպրեսիան բուժելի է թե կառավարելի։ Կառավարել։ Սթրեսը միշտ վնասակար է։ Միշտ։ Մարդը կարող է ինքն իրեն դուրս բերել նևրոզից։ Այո, եթե ինքը սկսի իր միջին փնտրել, ինչ ես սխալ եմ արել, որ ինձ սենց են վերաբերվել։ Դեպրեսիան գենետիկ է թե հիմնականում միջավայրի հետևանք։ Գենետիկա։ Любой проблема գենետիկա։ Ընտանիքը կարող է միանգամից երեխայի մեջ դեպրեսիա սերմանել։ Մամայի փորձ է սկսվում կամ անցյալ կյանքներից ուժը ինքը ծրագրավորված է, որ իրան կարման սենց պետքա լինի դեպրեսիա կամ այլմոլորակային ժամանակ կամ անցյալ կյանքում կամ պարալելնի կամ ցեղային։ Հնարավոր է չբուժված նևրոզը վերածվի ֆիզիկական հիվանդության։ Իհարկե։ Հատկապես Դեպրեսիայի մեջից շատ դուրս են գալիս առողջ։ Որովհետև ինքը իրան հարցերը որոշել է ազատ լինելու ժամանակ միամիտ իրան սենյակում նստած։ Դաժե մի վարժություն ասեմ, անջատեք հեռախոսները, դռները փակեք, որ մարդ չլինի տունը, տելևիզոր, ամեն ինչ։ Ու 40 րոպե դուք ձեզ հետ նստեք։ Ու տեսեք ոնց եք բուժվում։ Հետևանում եք, չեմ ասում բուժվում եք հետևանում։ Ծանր նևրոզի ժամանակ մարդը առաջնային ինչ պետք է անի։ Որ ցիրտը չպայթի, շունչ պահի։ Եթե կիսլորոդը պակասվում է, ծրագիրն էլ է փոխվում։ Կամ դաժե ռուսները էքսպերիմենտ են արել еще 60 թվերին, ահա որ պսիխոզ գիժերին մի շաբաթ հաշ չեն տվել։ Իրենք դուրս են եկել առ։ Դա էլ է ստրես։ Ստրեսը ստրեսից։ Ինչ վարժություն խորհուրդ կտաք նաև։ Ինչ վարժություն։ Прыгайте. Թռչկոտել։ Ага, это баскетболисты дома. Прыгайте и говорите всегда про себя красивые слова. Դուք ձեր մասին միշտ լավ բաներ գովակ ձեզ միշտ։ Ասեք 3 բառ, որը հակացուցված է նևրոզի ժամանակ։ Ամոթ, մեղավոր, չի կարելի, խայտարակ, կասեն կմտածեն։ 5 ստացվեց, շնորհակալություն 2 հատ ավել ասելու համար, դոկտոր։ Եթե մարդ չի սիրում ոչ մեկին, ոչինչ, այլևս հոգնել է այս կյանքից, ցանկությունը ապրելու կորել է, իսպառ։ Նրա օրերը տխուր են, որևէ տեղ հետաքրքրություն չի կարողանում գտնել, բայց միևնույն ժամանակ էլ փորձում է գոյատևել։ Այսպես ասած, ճար չունի մահանալու։ Ինչ անի նման մարդը։ Դրան պատճառը գիտեմ ինչ է։
ինքը վերցրել է մի հատ նամրոտ բարիկամին դեմք, մցրել է իր մեջ, ում հետ է եղել կապված։ Ու ինքը ապրում է իրան ԴՆԹ-ի ծրագիրով, ոչ իրան Աստվածի տված հնարավորությունով։ Ինչպես դա հասկանալ։ Դե պրոստը որ իրան տեսնում ես մուրտոսենց, տեսնում ես իրան, ուժը հասկանում ես կամ իրան տատիկնա, կամ պապիկնա, կամ քերինա, իր մեջ նստած։ Դոկտոր, դուք ունեք բուժման երկու եղանակ։ Առաջինը այն է, երբ մարդիկ գալիս են ձեզ մոտ խորհրդատվության եւ դուք փորձում եք նրանց իրավիճակը հասկանալով օգնել եւ առաջարկել ձեր օգնությունը։ Երկրորդ տարբերակը նաեւ հետաքրքիր է նրանով, որ դուք դա անում եք հեռավորության վրա։ Հետաքրքիրն այն է, որ դուք այստեղից Ամերիկա կարողանում եք տեսազանգի միջոցով մարդուն օգնել եւ ընդամենը մի քանի սեանսով մարդուն բերել լավ առողջ վիճակի։ Ինչպես է դա ստացվում։ Դե գիտեք, դե մամաները լավ կպատասխանեն հարցերին։ 92 թվականին Ամերիկայում էքսպերիմենտ են արել ամերիկանցեք մաման եւ տղա երեխա 4000 կիլոմետր հեռացրել են։ Ու դաչիկներ են կախել գլխին, ջանին եւ երեխուն եւ մամային։ Ու տելևիզորով ցույց են տվել դաժան բաներ, սիրուն, ռոմանտիկ, ու ստուկել են ինչ ռեակցիա տալիս մամային ուղիղը եւ մամայի մարմինը։ Նույնը ցույց է տվել երեխուն։ Բայց երեխուն մոտ տելևիզոր չի եղել։ Հետո բռնել են եղունքը։ Մազոկ, բերանից եւ մազը։ Էլի մցրել են կոլբա։ Ու էլի 4000 կիլոմետր հեռացրել։ Ու էլի ցույց են տվել ուժս, նույն ամպլիտուդան եղել է այդ կոլբայի մեջ։ Оказывается, մեր եղունքները, մեր ԴՆԹ-ն միշտ մեզ հետ կապի մեջ է։ Ու հետո հասկացա, ինչու ռադիկալ եվրեյի մազերը չեն թողում Վարշավերանում։ Որ թողտուգիր չանեն, оказывается, մազի միջոցով կարելի է ուղարկել ինֆորմացիա։ Это уже физика доказано։ Ու ես ուզում եմ միլիարդ կիլոմետր նեղ կա թորսիոն դաշտ։ Որ մեկի մասին մտածում ես ինքը զանգում է։ Это թորսիոն դաշտ է։ Ես просто профессионал եմ օգտագործում եմ թորսիոն դաշտ։ Դա է սեկրետ։ Շնորհակալություն դոկտոր եւ վերջում մեր հետևորդներին ինչ խորհուրդ կտաք, որ նրանց կյանքը փոքրինչ բարելավի, նրանց տրամադրությունը փոքրինչ փոխվի դեպի դրականը, նրանք դառնան ել ավելի կենսախինդ եւ կյանքին նայեն գունավոր աչքերով։ Ջան։ Շատ լավ հարց է։ Ես ինչից եմ սկսել։ Առաջ մեղադրում էի կռիվ էի անում, լացում էի, նեղանում էի, խիսենց եղավ։ Հետո հասկացա, ինչ ես այն չեմ արել, որ իրանք սենց վատ են վերաբերվել ինձ։ Ահա, բարի եմ եղել, սաղին օգնել եմ, սաղին պատժեշկա եմ արել, ահա, դրա համար գլուխիս նստել են։ Ջան, առաջի պատասխան, երկրորդ պատասխան։ Դեռ ինչ չեմ արել, որ ինձ սենց են վերաբերվել։ Մի քիչ կոպտել են, ձեր եմ արել, հասկացաք։ Դուք մենք ենք պատասխանատու, ոնց մեզ վերաբերել։ Առանց արիքից ոնց կարամ իրան սիրեմ կամ ատեմ։ Քու կարգավիճակը ստեղծում է պահ, ոնց ես քեզ վերաբերեմ։ Առանց քեզ ոնց։ Առանց ինձ դու ոնց կարաս ինձ վիրավորես կամ սիրես կամ ֆինանսական գործ բռնես։ Նաշիդ դու պետք է ինձ հարգես։ Ճիշտ է։ Ես ինչ չեմ արել։ Уже հարց է էսի։ Եթե դու так դրանով կարող զբաղվեք, вообще այսօրվանից ուժի ձեր կյանքը սկսել է փոխվել։ Ճիշտ է, չեմ ասում, որ կբուժվեք մինչև վերջը, բայց կյանքը փոխվել։ Լավ տրամադրության համար ինչ է անհրաժեշտ։ Սիրուն զրույց ունենալ։ Սիրելի մարդու հետ։ Իսկ եթե սիրելի մարդ չկա։ Հայելի, ամենասիրելի մարդն նա է։ Իսկ եթե հայելու արտացոլանքին էլ չես сирում, դու սկսի։ Դու սկսի խոսա իր հետ։ Օգուտալու է։ Համոզված եք։ Джоник, что с тобой? Почему ты плачешь? Давай подумаем, что случилось? Պատասխանները լսելու է։ Գալու է։ Դրա համար ինչ է պետք։ Սկսել հայելու հետ խոսալ
եւ ընկերություն անել։ Իսկ եթե հայ լուծել ես հիասթափված, Չկա sense բան։ Եթե սկսես, էլ չկա։ Սկզբում հարաճյան, ես ինձ չեմ սիրում, ես ինձ չեմ սիրում, մաման, papan էլ չեն իրանց սիրել։ Ոնց ինքը կարող են սեր տալ։ Ես պատից սեր եմ ստանում։ Ոնց։ Ոնց էշի վրա նեղանաս, խիչի անգլերեն խոսում։ Մենք էլ նեղանում ենք, հիմա մաման մեզ չսիրում։ Մաման չգիտի դա ինչ է։ Ինչու նեղանաս։ Խղճը սաղկյանք ու կարտոշկի մասին են մտածել, մենք էլ սեր ենք ուզում։ այդ դեպքում այդ սերը որտեղից գտնենք։ Սերը քո մեջ։ Սիտիկա, տեղա։ Ոնց Էմանուել Կանտը, ասում է, наверху звезды, Бог здесь։ Հետաքրքիր էր, դոկտոր, շնորհակալ եմ բովանդակալից եւ կարեւոր զրույցի համար։ Մեր հանդիպումները շարունակական են, մենք հետաքրքիր թեմաներով միշտ հանդիպելու ենք եւ ունենալու ենք գեղեցիկ։ Մնացածը уже կարակ մասնակցեք դասի, դառնաք уже ավելի սուպերմարտ, այդ գիտությունը դուք կարակ օգտագործեք անկանոն մարտիկի ժամանակ, MMA կամ պատգամավոր դառնալ, կամ բիզնեսմեն, կամ բժիշկ, կամ դոկտոր, ամենտեղ։ Այսինքն մասնակցելով դասընթացին եւ կարող ես քեզ օգնել եւ կարող ես դառնալ դրա մասնագետը ուրիշներին օգնելու համար։ Ուրիշներ օգնելու, даже ուրիշ մասնակցության այդ գիտությունը զարգացնում է։ Իսկ եթե Պիանինա նվագողը իմ մոտից հետո մի ամսում է սովորում։ Միշտ ինձ մոտ գալը 5 տարի։ Понимаете разницу։ Նեյրոսիցը մենք զարգացնում ենք։ Ինք ուրիշ դեպքում արտադառնում։ Դրա համար մտնոլորտը չեն ընդունում։ Սա սուտ է։ Եվ դոկտոր, մեկ նախադասությամբ մեր հայրենակիցներին ինչ խոսք ունեք ասելու, որ նրանց մոտ հենց այս պահին նրանք ձեզ տեսախցիկից նայեն, տեսնեն եւ նրանց մոտ էներգիան փոխվի, ել ավելի լավ տրամադրվեն։ Դա ֆորմուլա երջանիկ ֆորմուլային ես թույլ եմ տալիս կամ թույլ չեմ տալիս։ Օրինակ դուք ինձ վատ եք վերաբերում, ես թույլ եմ տալիս, որ դուք ինձ վատ վերաբերվեք ու շնորհակալ եմ ձեր անկեղծության համար։ Դա երջանկության բանաձևն է։ Ուժը սկսվում է։ Առաջին երջանկության բանաձևը չունենալ խնդրեմ։ Հետո որ չունես խնդրեմ, մաքուր էջի վրա կարաս գրես քո ապագա։ Ինչու մեր ցանկությունները չի կատարում, որովհետև անցյալում չորոշված հարցեր այնքան շատ է, որ էներգիան գնում է այնտեղ ոչ ապագա։ Կամ ասում եմ, տղես աշխատում է սաղ կորցնում, աշխատում է սաղ կորցնում։ Էներգիա չկա պահել։ Գիտեք, թե հարուստ լինելը հեշտ է։ Դրա համար մենք հանդում ենք իրան անցյալը, ինքը անկախ իրանց է հարուստանում։ Իրան պետք չի մտածել փողի մասին։ Այնքան առաջարկություն աստանում, որ աշկերի փայլում է, ամեն մարդ ուզում է քեզ այդ գործ բռնել։ Կյանքին ինչպես պետք է նայել։ Օգուտով։ Եթե օգուտ չկա, այնտեղ ինչ գործ ունես։ Կյանքի մեջ իմաստ պետք է որոնել։ Չէ։ Շնորհակալ եմ։ Լավ մնացեք, ամենայն բարիք ձեզ։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցակիցս կյանքի որակի կենտրոնի հիմնադիր էպիգենետիկ Գեորգի Ավագյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։